Երբեմն հետաձգումները չի նշանակում, որ Աստված մեզ ոչ ասում, կամ Աստված չի կարող, կամ ի զորու չի, կամ չի ուզում, դա ոչ զորության, ոչ էլ կամքի բացակայություն է, երբեմն հետաձգումները նշանակում են, որ պատերազմ է գնում, պատերազմ պիտի հաղթվի դրա համար, ժամանակ է պետք այդ ամեն ինչի համար։ Դանիել մարգարեության գրքի մեջ 10-12-ից 13 խոսքը։ Եվ նա ինձ ասաց. մի վախեցիր ով Դանիել, էսի հրեշտակն ասում Դանիելին, որովհետև այն առաջին օրից, երբ մտադրվեցիր ըմբռնել եւ քո անձը քո Աստծո առաջ խոնարհեցրիր, քո խոսքերը լսվել են, եւ ես եկել եմ քո խոսքերի պատճառով, առաջին օրվանից ասում է։ Դանիելը 21 օր է ծոմի մեջ էր, երբ որ հրեշտակը իրան գալիս է, 21 օր հետո է գալիս, բայց ասում է առաջին օրվանից քո խոսքերը լսվել են եւ ես եկել եմ, հենց առաջին օրվանից։ Եվ պարսիկների թագավորության իշխանը 21 օր դիմադրեց ինձ։ Այսինքն այդ տարածքային իշխանը, որտեղ որ Դանիելն էր գտնվում, ինքը այդ ժամանակ գտնվել էր Պարսկաստանի իշխանության տակ, եւ այդ իշխանությունը հոգեվոր դիվային իշխանության տակ էր։ Եվ ասում է Պարսկաստանի այդ իշխանը, որ չարի կողմից դրված էր այդ տարածքի վրա, ասում է ինձ դիմադրում էր, չէր թողում որ ես գայի, բայց առաջին օրվանից ասում է ես պիտի գայի։ Դուք պատկերացնեք առաջին օրվանից Տիրոջ պատասխանը այո է եղել Դանիելին։